Բարի լույս ժողովուրդ ջան, շատ կարևոր խոսակցություն ունենք։ Ես փորձելու եմ հնարավորինս կարճ խոսել, բայց շատ կարևոր խոսակցություն է։ Ուրեմն թող ինձ չլսեն այն մարդիկ հենց հիմա կարող են անջատել, ովքեր արդեն որոշել են, որ ընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Թող ինձ չլսեն նաև այն մարդիկ, ովքեր որոշել են կոնկրետ, որ պետք է ընտրեն կամ Սամվել Կարապետյանին, կամ Ռոբերտ Քոչարյանին, կամ Գագիկ Ծառուկյանին։ Այդ մարդիկ թող չլսեն, որովհետև այս խոսակցությունը այլ մարդկանց համար է, բոլոր նրանց համար է, ովքեր որ չեն որոշել, որ ընտրեն եւ տատանվում են։ Ուրեմն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուրջ 150,000-ից 200,000 մարդ կա հենց հիմա, հիմնականում քաղաքային բնակչություն, գյուղերում էլ կա, ովքեր որ չեն ուզում ոչ մի պարագայում, ոչ մի կոնֆիգուրացիայում Նիկոլ Փաշինյանին ընտրեն եւ ոչ մի դեպքում չեն ուզում ընտրեն օպոզիցիոն եռյակին, ում մասին խոսեցի։ Խոշոր օպոզիցիոն եռյակի մասին է խոսքը գնում։ Եվ պատճառը գիտեք որն է, որ այսինքն ընդդիմադիր են հայացքներով, չեն ուզում որ Նիկոլ Փաշինյանը մնա, բայց նաև չեն ուզում որ ընտրեն ընդդիմադիր եռյակին։ Հիմա թե ինչի չեն ուզում ընտրեն ընդդիմադիր եռյակին, վախեր ունեն։ Դրա ունեք եք դնենք որ վախեր ունեն։ Դա ընդդիմադիր եռյակի խնդիրն է, թե ինչի այդ վախերը կա եւ մինչեւ այս պահը այդ խնդիրը չի լուծվել, այսինքն իրանք չեն կարողացել այս ձայները վերցնեն, սա ռեալ 100%-անոց ուսումնասիրություն եմ ես ձեզ ասում, եւ եթե process-ը գնա այնպես ինչպես որ հիմա կգնա, որ գնում է ու հանկարծ այս 150,000-ից 200,000 մարդը այն պատճառով որ չի ուզում որ Նիկոլին ընտրի, բայց չի ուզում որ օպոզիցիոն եռյակին ընտրի, չգնա ընտրական տեղամաս, ելի հայրենակիցներ, կամ հանկարծ գնա ընտրական տեղամաս եւ ժողովրդի լեզվով ասած ծխի իր ձայնը, հա, իշխանությունը կարող է մնալ։ Եւ կարող եք գիտեք ինչ տեղի ունենալ, որ Երևան քաղաքում այդ մարդկանց պատճառով, իրաց пассивության պատճառով 75,000 ձայնով 1 միլիոնանոց մեգապոլիսում, հայկական մեգապոլիսը, չէ, Հայաստանի մեգապոլիսն է, Երևանը։ Ավինյան Տիգրանը քաղաքապետ է աշխատում եւ քաղաքի հերը անիծել է, ասենք, իր կառավարումով։ Չասեմ ինչա կատարվում քաղաքում, ովքեր Երևանում ապրում են գիտեն։ Ահա որը։ Այդ նույն բանը տեղի ունենալու պետության հետ։ Եթե այս 150,000 200,000 մարդը չգնա ընտրական տեղամաս։ Հիմա օպոզիցիոն ուժերն ինչ են անում, ասում են դուք կարևոր եք, պետք է գնաք անպայման ընտրական տեղամաս, բայց առաջարկություն չունեն։ Այսինքն չկա առաջարկ, ինչ եք առաջարկում այս մարդկանց։ Այսինքն ասում են, խոսում են, որ այո, մենք չենք ուզում, որ նրանք գան, բայց պետք է Նիկոլն էլ չլինի, ինչ եք առաջարկում այս մարդկանց։ Հիմա, ցելի հայրենակիցներ, մենք ունենք կոնկրետ առաջարկ, հանրային դաշինք այս 150-ից 200,000 մարդու համար, որը հետևյալն է։ Ցելի հայրենակիցներ, պետք չի վախենալ այն իրավիճակից, որ այդ իրողությունը կան այդ երեք խոշոր ուժերը, բայց պետք չի վախենալ, որ որ եթե Նիկոլը գնա, Նիկոլին ճանապարհենք տուն, բա որ այս երեք ուժերը բացարձակ իշխանություն կազմեն։ Որտեվ տեսեք խոսակցությունը բացարձակ իշխանության մասին։ Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ մենք կարող ենք այդ 150,000 200,000 ձայնը կոնսոլիդացնելով միտեղ ձևավորել հանրային առաջարկ, պարտադրել այս երեք ուժերին, ստիպել այս երեք ուժերին, որտեղ առանց իրանց չի լինում իշխանապողությունը։ Ձև չկա իշխանապողություն անել։ Եվ ոչ թե վախենալ, այլ պարտադրել հանրային product-ը այս երեք ուժերին եւ փոխել իշխանությունը։ Որտեղ նայեք այդ վախը դրելու է մի բանի, որ մարդիկ չգնան ընտրական տեղամաս, եւ Նիկոլ Փաշինյանը իր ընտրազանգվածը մոբիլիզացիա ստանելու է ընտրության եւ կրելու է։ Ու լինելու է խայտառակություն ցածր տոկոսով, բարձր ձայն, որի արդյունքը լինելու է տոտալ խայտառակություն եւ երկրի համար ահավոր ցնցումներ եւ այն ինչ որ մենք ամեն օր խոսում ենք մեր ինքնության պաշտպանության, մեր պետությունը պահելու համար։ Հիմա այս մեր ներքին վախերը չպետք է մեզ բերի նրան, որ մենք չկարողանանք այս ամեն ինչը կարգավորել եւ կապիտալիզացնել այս 200,000 մարդու ձեռքին եղած ուժը։ Սա հզոր ուժ է, ժողովուրդ, սա հզոր ուժ է։ Ես հասկանում եմ, թե իրանք ինչի չեն Նիկոլ Փաշինյանին ընտրում, դա պարզ է, այդտեղ քննարկելու բան չկա։ Ես նաև հասկանում եմ, թե ինչի չեն իրանք ընտրում ընդդիմադիր եռյակից որևէ ուժի,
որովհետև արդեն իրանք կողմնորոշված են, իրանք չեն ընտրելու, իրանք ասում են չենք ընտրելու իրանք, всё։ Բայց նաև այստեղ ուրիշ խնդրեմ կա, որ իրանք կարող է իրանք ձայները ջարդեն, ջախջախեն եւ ոչ միտեղ չհասնեն։ Եվ դրա արդյունքում էլի եմ ասում, Երևանի օրինակ ամենալավ օրինակն է։ 75000 ձայնով Ավինյան Տիգրանը աշխատում է 1 միլիոնանոց քաղաքի քաղաքապետ։ Եվ ահա որ վիճակա այս քաղաքում։ Հիմա հետ գալով այս մեր առաջարկին։ Ուրեմն այս առաջարկը դուք էլ կարող եք հիմա ձեր մեկնաբանություններով առաջարկներ ներկայացնել։ Բայց իմ առաջարկը հետևյալն է, որ դուք ձայները կոնսոլիդացնեք քվեարկելով մեր օգտին, մենք հանրային պայմանագիր, հանրային դաշինք ձևավորենք ձեր հետ, մենք դա պարտադրենք եկած օպոզիցիոն ուժերին, մեր պայմանները եւ այն վախերը, որ մենք ունենք, այսինքն Հայաստանը հետ չպետք է գնա։ Այն այլանդակությունները, որ կատարվել են Հայաստանում, չպետք է կատարվեն, չպետք է հետ գա։ Այսինքն մենք սա կարող ենք անել, մենք սա կարող ենք պարտադրել։ Այս իշխանության վարած քաղաքականությունը չպետք է լինի, սա էլ է գնում մյուս կողմ։ Հայաստանը գնում է առաջ եւ մյուս ընտրություններում արդեն այս 150,000 200,000 մարդը լինելու է ավելի շատ եւ արդեն նոր իշխանությունը ձևավորելու է այս ժողովուրդը արդեն շատացած, որովհետեւ այն մյուսների մեջ էլ է հավատներ շնչված լինելու, որ դա հնարավոր է։ Եթե մենք շարունակենք այս ճանապարհով, այսօր հիմա կա, որ դե Նիկոլին չենք ուզում, սանցե չենք ուզում, դե բան Նիկոլին չենք ուզում, սանց չենք ուզում, բան չենք ուզում, դե որտե դե դա բան չգնանք ընտրության, որ դե դա գնանք ամեքս 5000 ձայն տանք մի հատ ուժի, ասենք այդտեղ ծխենք այդ ձայները, բան ելնելու է խայտարակ բան, եթե այս խոսակցությունը մեր մեջ չկարողանանք շարունակել եւ միսու արուն տալ դրան։ Չդարձնենք դա կապիտալ։ Ժողովուրդ, անկեղծ եմ ձեզ ասում։ Տեսեք, մենք ուզում ենք, որ իշխանությունը փոխվի։ Երրորդ ժամկետով չի կարելի Հայաստանում իշխանություն ընտրել, սա մեկ։ Երկրորդը, չի կարելի ունենալ իշխանություն, որը բացարձակ իշխանություն ունի, որ մենակով կրել է ընտրությունները, չի կարելի ունենալ։ Հիմա եթե լսեք օպոզիցիոն երրակին, իրանք են ուզում մենակով կրեն իշխանությունը։ Մենակով որևէ ուժ իշխանությունը կրեց վատ ալնելու։ Շատ վատ ալնելու։ Չի կարելի դա թույլ տալ։ Որպեսզի որևէ ուժ մենակով չկրի իշխանությունը, այս 150,000-ից 200,000 մարդը, դա հստակ թվեր եմ ես ասում։ Հստակ պետք է իր ձայնը դարձնի պրոդուկտ, այսինքն կետեր, որոնք պարտադրում է անցած ուժերին, դե իմ ասում են չէ, 3 ուժը 100% անցած են բանում։ Ես կարծում եմ մենք էլ ենք անցած։ Բայց այդ քիչ է, այդ քիչ է։ Պարտադրանքի համար ուժ է պետք։ Շատ ուժ է պետք պարտադրելու համար քո նախապայմանները։ Մենք այս իմաստով տարբերվում ենք մնացած բոլորից։ Նայեք, մենք առաջարկել ենք շատ հեղինակավոր հայ մարդու ով որ այդ բոլոր երեք ուժերից էլ բարձր ռեյտինգ ունի, բոլոր հարցումներով կարող են նայել։ Ով որ կարող է լինել հանրապետության նախագահի պաշտոնում։ Խոսքը գնում է Քաբանտարկյալ Միքայել Աջապարյանի, arczepiskopos Միքայել Աջապարյանի մասին, որ հոգեորական է մեր ազգային մտածողության մեջ նախկին իշխանության ժամանակ ջախջախել է նրանց իր քննադատություններով, գործող իշխանության ժամանակ ջախջախել է այս իշխանության, այսինքն ոչ մեկով կաշկանդված չի, ոչ մեկով։ Եվ այս մոդելով ու այս երեք ուժերը, ես ընդդիմադիր օպոզիցիոն երրակը չի ուզում, որ հանրապետության նախագահը լինի այդպես մարդ։ Որտեւ այս առաջարկը մենք արել ենք, առաջարկել ենք, որ իրանք միանան, իրանք չեն ուզում միանան։ Ինչի՞։ Որտեւ ուզում են իրանք հաղթեն, բոլոր նրանք ովքեր չեն ուզում ոչ կոնտրոլնի իրան հակակշռող բան ունենալ, հա, մարդ ունենալ, ինստիտուտ ունենալ, հա։ Ուզում են իրանք կոֆե դնողին բերեն դեն նախագահ, ոնց որ այսօր է։ Հա, ասենք, ասես մեկ նախագահի սուտը սարքեն փալաս։ Փալաս, ուզում են միշտ լինի փալաս, փալասների ինչքան բան կա, ինստիտուտ կա, որ կարա իրանք հակակշռի, լինի փալաս։ Բայց փալասներով երկիրը չի առաջ գնալու։ Փալասներով երկիրը վարի է գնալու, ոնց որ մի վարի է գնում։ Հիմա դրա համար մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, մենք ունենք կոնկրետ մոտեցումներ, մեր ազգային հիմնախնդիրների վերաբերյալ, արկածախնդրությունից զերծ մոտեցումներ, երկիրը չտանել ցնցումների եւ հակակշիռներով բազմաուժ իշխանություն ձևավորել, չթողնել, որ որևէ իշխանություն ունենա բացարձակ իշխանություն։ Եվ այս բազմաուժ իշխանությունը հանրային դաշինքի կետերով, այսինքն այն կետերով, որ ժողովուրդը այդ 200,000 մարդը նաև մնացածներն են դա ուզելու։ Ուզում են, որ այս կետերն իրականացվի, այսինքն չպղծվի մեր ազգային մշակույթը,
Չուրացվի մեր պատմական հիշողությունը, մեր պետական ինստիտուտների հեղինակությունը բարձրացվի, տնտեսությունը լավարկվի, հազար ու մի բան անվտանգության վերաբերյալ խոսում ենք ամեն օր։ Հիմա այս եթերը դրա մասին չեմ ուզում դրա մասին խոսում։ Եվ այս խնդիրները կարգավորել։ Այլապես այս վախերով, այս ֆոբիաներով բանով քարոզարշավի մեջ ենք, չէ՞ ամեն օր շփվում ենք մարդկանց հետ։ Ժողովուրդ ջան, լինելու է խայտառակություն, լինելու է խայտառակ բան։ Չենք կարողանալու այս վիճակից դուրս գալ։ Էսա իմ առաջարկը, եւ ես սա եմ ուզում առաջարկել։ Եվ ես ձեզ ասում եմ, ես էլ կոմպրոմիսների գնացող մարդ չեմ այն իմաստով, որ կարող ասենք կոմպրոմիսի գնանք, մենք կոմպրոմիսի գնանք, համաձայնվենք ինչ որ բաների, որը որ մեր ժողովուրդը մերժում է, մոռացեք, բացառված է։ Դա անելու լինեինք, հիմա այդ ուժերի մեջ տարալուծված կլինեինք։ Այդ ուժերի մեջ հիմա արդեն բան ենք եղել, տենց ամորֆ ձևի, սենց մեզ աղացել, տարել է գնացել էինք։ Կարող է ժողովուրդ ջան առաջին հայացքով բարդ հաթվում սա, այս ինչ որ ես ձեզ ասում եմ։ Սա միակ խոսակցությունը չի։ Դեռ մինչև հունիսի 7-ը կա ժամանակ։ Ես շարունակելու եմ խոսել այս մասին։ Ես շարունակելու եմ ձևավորել այս հանրային դաշինքի առաջարկությունը։ Բայց շատ ուշադիր է պետք լինել, որովհետև եթե էլի եմ ասում, սա չստացվեց, ոչ թե մնալու ամեն ինչ նույնն է, ավելի վատ է լինելու։ Ամենայն անկեղծությամբ։ Ամենայն անկեղծությամբ։ Ես ոչ մի ձևի, ոչ մի կաշկանդվածություն չունեմ, որովհետև այս ընտրությունները մեր համար Ռուբիկոն է։ Կամ ստացվում է փոխել այս երկիրը դնել նորմալ ռելսերի վրա, կամ լինելու է խայտառակություն։ Որովհետև այս ստացվելու պարագայում նաև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններով իշխանությունը փոխվելու է, հասկանում եք ինչ է լինելու։ Հայաստանի պատմության մեջ ընտրություններով իշխանությունը երբեք չի փոխվել։ Նաև այս իմ առաջարկը բերելու է նրան, որ մեր երկիրը դառնալու է իրական ժողովրդավարական երկիր։ Որտեվ ասեմ ես ձեզ, որևէ երկրում, որ ընտրությունով իշխանությունը երբեք չի փոխվել, այդ երկիրը չկա ժողովրդավարական երկիր համարվի։ Ինչ ուզում է խոսան, ազատ մամուլ, բանով ինչ ուզում է խոսում, ասա ժողովրդավար, տենց չի ժողովրդավարականը։ Պետք է ընտրություններով իշխանությունը կարողանաս փոխել։ Եթե չի ստացվում փոխել ընտրություններով, երբեք չկա տենց փորձ։ Խոսար որ դա ժողովրդավարական երկիր է, հիմարություն է դա։ Իսկ Հայաստանում երբևէ չի եղել ընտրություններով իշխանությունը փոխելու նախադեպ, չկա տենց բան, չի եղել։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք այս հնարավորությունը ունենք։ Ես կսպասեմ ձեր արձագանքներին։ Ես adekvat մարդ եմ, ես հասկանում եմ, որ իմ եթերները նայում է, չի 10,000, 15,000, լավագույն դեպքում 30,000։ Մեզ պետքա, որ այս 150,000, 200,000 մարդը դիտի։ Այս ուղերձը ուղղված չի, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանի ընտրողներին կամ այն մարդկանց, ովքեր կողմնորոշվել են արդեն, ուզում են ընտրեն Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, իրանց ուղղված չի։ Այս խոսակցությունը ձեր հետ չի։ Այս խոսակցությունը այն մարդկանց հետ է, ամփոփելով ասեմ, ովքեր չեն ուզում ոչ նրանց ընտրեն, ոչ նրանց։ Եվ մենք հանրային դաշինք ենք ուզում ստեղծել, դառնալ ձեր ձեռքի մուրճը, ձեր ձեռքի ցանկացած տեսակի, չգիտեմ, ինչ ձևի բան եք, գործիք եք պատկերացնում, այս խայտառակությունը քանդելու եւ նորմալ երկիր կառուցելու համար։ Այլապես էլի կհանգենք նույն հանգրվանին, մի նեղացեք, բայց Երևանի օրինակը ես մեր երեսով եմ տալու անդադար, երեսներովս եմ տալու, որովհետեւ բոլորիս մեղավորության արդյունքում է, նաեւ որ չի ստացվել։ Այս խոսակցությունը այն ժամանակ չենք ունեցել մարդկանց հետ։ Խելքներս չի ասել, չգիտեմ, չենք ունեցել այս խոսակցությունը։ Եվ բոլորիս մեղքով 75,000 ընտրողով 1 միլիոնանոց մեգապոլիսում Ավինյան Տիգրանը քաղաքապետ է աշխատում։ Այդ խայտառակությունը։ Խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը, այս խոսակցությունը շարունակվելու է, շարունակելու ենք խոսել այս մասին եւ բազմապատկեք այս էֆեկտը եւ արձագանքեք։ Ես հերթով ամեն ձեր մի արձագանքին, ամեն ձեր մի առաջարկին արձագանքելու եմ այս ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Այսքանն էի այսօր ուզում ասել, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։